Այսօր մենք ինչ ունենք շնորհիվ այդ կուսակրոնների։ Հազարավոր մագաղատներ, հազարավոր ստեղծագործություններ, որոնք որ մեզ հայդարձրեցին, պահեցին եւ պահում են։ Այդ ամենը շնորհիվ կուսակրոն վարդապետների, եպիսկոպոսների։ Բացեք, մտեք մատենադարան, նայեք, տեսեք, ցանկացած մի գիրք, որ գրվել է, գրողը եղել է կուսակրոն հոգևորական։ Մեր երաժշտությունը, որ այսօր մաքրամաքուր է, որ գեղեցիկ է, հրաշալի է, նույնպես կուսակրոն քահանայի մաքրագործված մատուցումն է, որ մենք վայելում ենք Կոմիտաս վարդապետի։ Եվ շատ բաներ, անգամ ճարտարապետները, վանական ճարտարապետները, անգամ խաչքար քանդակողները, այսինքն նայեք, տեսեք, ինչքան ճիշտ էր որոշումը Ներսես Մեծի կուսակրոնության ընդունումը եւ վանականության ստեղծումը, որովհետեւ բազմաթիվ վանքերում, որոնք որ այսօր կան եւ կամ չկան, գոյություն չունեն, քանդվել են, խոնարհվել են, այդտեղ հայ է կերտվել։